1 տրիլիոն դրամը գերազանցող մանրածախ ավանդների պորտֆել, ավելի քան 900,000 հաճախորդ, գործարքների 99%-ը թվային տիրույթում։ Այս արդյունքներով է Ամերիաբանկն ամփոփում 2026 թվականի առաջին կիսամյակը։ Մանրածախ բանկինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանի խոսքով Ամերիաբանկի հաճախորդների թիվը վերջին 2 տարում կրկնապատկվել է։ Բանկի նպատակն է մինչև տարվա վերջ հատել 1 միլիոն հաճախորդի սահմանը։ Կարևոր է ընդգծել, որ հաճախորդների բազայի ընդլայնումը ուղեկցվում է նաև ակտիվության աճով և մասնավորապես թվային տիրույթներում հաճախորդների ակտիվության աճով։ Եվ եթե մենք նայում ենք թվային տիրույթներում մեր ամսական ակտիվ հաճախորդների քանակի տեմպը, ապա վերջին 5 տարվա ընթացքում տարեկան միջին աճի տեմպը կազմել է մոտ 55%։ Հաճախորդների թվի աճին զուգահեռ շարունակել է աճել նաև նրանց թվային ակտիվությունը։ Այսօր բանկային գործարքների 99%-ն իրականացվում է մասնաճյուղերից դուրս թվային գործիքների միջոցով, ինչը ըստ բանախոսի վկայում է դեպի անկանխիկ տնտեսություն անցման կայուն միտման մասին։ Աճ է գրանցվել նաև Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆելում, անցնելով 800 միլիարդ դրամը։ Հիմնական աճն ապահովել են սպառողական և հիպոթեկային վարկերը։ 2018 թվականից մենք ունենք մեքենայական ուսուցման վրա հիմնված մոդելներ, որոնց միջոցով տրամադրում ենք հաճախորդներին ըստ էության ակնթարթային վարկեր, փորձելու ենք մոդելները ել ավելի կատարելագործել և փորձել այդ վարկերի շեմերը բարձրացնել, որպեսզի նաև այդ ակնթարթային վարկերի հասանելիությունը մեծացնենք մեր հաճախորդների համար, որը հնարավորություն կտա ընդհանրապես վարկային ռեսուրսները մատչելի դարձնել հաճախորդներին և ժամանակի և այլ ռեսուրսների ծախսը կրճատել հաճախորդների համար։ Աճ է գրանցել նաև Ամերիաբանկի մանրածախ ավանդների պորտֆելը, գերազանցելով 1 տրիլիոն դրամը։ Ընդ որում ժամկետային ավանդների պորտֆելը տարեսկզբից աճել է 19%-ով, կազմելով 423 միլիարդ դրամ, իսկ ծպահանջ ավանդների պորտֆելն աճել է 18%-ով, հասնելով 446 միլիարդ դրամի։ Ավելի արագ տեմպով աճում են ծպահանջ ավանդները և դրամային ավանդները։ Դրամային ավանդների առաջանցիկ աճի տեմպը վճռական նշանակություն ունի, քանի որ դա նաև հնարավորություններ է ստեղծում դրամային վարկավորման ծավալման համար։ Ընդ որում նման միտումը ակնհայտ ցույց է տալիս տնտեսության մեջ դոլարիզացիայի մակարդակի նվազման մասին, որը նույնպես դրական միտում է, քանի որ տնտեսությունից և մեր հաճախորդները ըստ էության ավելի ու ավելի քիչ արտարժութային ռիսկեր են կրում։ Բանկը հայտարարում է, որ իր ռազմավարության հաջորդ փուլում կենտրոնանալու է ոչ միայն անհատ հաճախորդների, այլև ամբողջ ընտանիքի ֆինանսական կարիքները սպասարկող լուծումների զարգացման վրա։ Մի կողմից մասշտաբավորել մեր հաճախորդների բազան, մյուս կողմից պահպանել և ել ավելի բարելավել հաճախորդների սպասարկման որակը և նաև ստեղծել թվային էկոհամակարգ և թվային էկոհամակարգի հիմնական մեխը դա մեր մայամերյա գերհավելվածն է։ Արման Բարսեղյանը ներկայացրեց նաև առաջիկա ծրագրերը, մայամերյա հավելվածի հետագա զարգացումը, ինչպես նաև թվայնացման և արհեստական բանականության կիրառման ուղղությամբ նախատեսվող նախաձեռնությունները։ Նաև նախատեսվում է ընդլայնել մասնաճյուղային ցանցը, մինչև տարեվերջ կբացվեն պերսոնա և պրեմիում ձևաչափի առանձին մասնագիտացված մասնաճյուղեր։